ապրիլի 2-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Վեդի խոշոր ասված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցում, որտեղ մարտի 30-ին հերթական կրակոցներն են տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի, սակայն ստահակը ակնհայտ կանխամտածված ըստ գյուղացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսեն, ասում էին հատուկ եկել էր, որպեսզի իր սև գործը շարունակի, իսկ ինչու շարունակի, քանի որ օգոստոսի 8-ին այս նույն փողոցում դարձյալ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով նշված տան թիվ 29 տան բնակիչներից տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանները, վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ժամանել էին նաև Արարատի ոստիկանները, ապա ահազանգով Հայաստանի քննչական կոմիտեի, Արարատի մարզային քննչական վարչության, Վեդի քննչական բաժնի քննիչները։ Հիմա դուք տեսնում եք ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան է, որի վրա կան կրակոցի հետքեր, եւ այդ կրակոցի հետքերը քննիչի կողմից ոնց ասում են, սկոչով փակվել է, եւ իմ տեղեկություններով այդ դեպքով մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաձեռնվել էր քրեական վարույթ սպանության փորձի հատկանիշներով եւ մեկ հոգի կալանավորվել է, այդպես էին նշում գյուղացիները, իսկ մեկ հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, թե չբացակայել է։ Ու հիմա միշտ քննությունը գնում է, պարզվում է արդեն ամսի 30-ին, մարտի 30-ին դարձյալ նույն վայրում, նույն ձեռագրով կրակոցներ են արձակվում եւ ամբողջ գյուղացիների մեծ մասը այն կարծիքին է, ասում են, որ սա օգոստոսի 8-ի շարունակությունն է եւ սա վենդետա է, ու զարմանում են, որ մասնակիցներից մեկի կալանավորել են, մյուսը դուրսն է եւ պնդում էին, որ պետք է նախաքննական մարմինը շատ արագ բացահայտի, հայտնաբերի մարտի 30-ին կրակոցներ արձակողին, իսկ դա ըստ գյուղացիների նրանց համար այդքան է դժվար չի, եւ իրական հանցագործությունը բացահայտեն, իրական կատարողներին, նույնիսկ գյուղացիներ կային, նշում են, որ այստեղ պատվիրատու էլ կա, ում տան վրա որ կրակել են, ով որ հրազենային վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, Արցախյան պատերազմի մասնակից է եղել, 44 օրյային ակտիվ մասնակցություն է ունեցել ու հիմա օգոստոսի 8-ի եւ մարտի 30-ի կրակոցները մարդիկ կապում են նույն խմբի հետ, քրեական ինչ-որ հեղինակություններ են, որոնք չգիտես ինչու միջև հիմա մնացել են անպատիժ։ Իմ տեղեկություններով մարտի 30-ին կրակոցներ է արձակվել մի քանի հատ, իսկ օգոստոսի 8-ին դեպքի վայր ժամանած քննչական խումբը, քննչական կոմիտեի փորձաքրեագետի հետ դեպքի վայրում այստեղ միայն հայտնաբերել եւ արգրավել են 55-ից ավելի կրակված պարկուշներ, ինքնաձիգից արձակված պարկուշներ։ Կրակոցի հետքերն է, դարպասի վրա էլ կա կրակոցի հետքեր, հեսա տեսնում եք, կրակոցի պահը նաև արձանագրված է տեսախցիկի կողմից, ինչը մենք կներկայացնենք Շամշանքոմի ընթերցողներին։
բայց որ մարտի 30-ի կրակոցները կարող են կանխեն Արարատի մարզի քրեական եւ համայնքային ոստիկանները, դա ակնհայտ է։ Այստեղ նաեւ իրենց թուլությունը ունեն հենց իրենք։ Լավ գիտեին, որ հնարավոր է, ամբողջ գյուղը խոսում էր, որ հնարավոր է շարունակություն ունենա, այդ դեպքում հարգելի քրեական ոստիկաններ, Արարատի մարզի համայնքային ոստիկաններ, նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը բազմիցս անգամ խիստ հանձնարարական ողջույն խիստ հանձնարարականներ են տվել, որ կանխեք հանցագործությունները, այնպես որ մեղքի բաժինը ունեք նաև դուք, դա նշում էին գյուղացիները։